Լոս Անջելեսում կայացավ Գրեմի 68-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն աչքի ընկավ ոչ միայն երաժշտական նվաճումներով, այլև քաղաքական սուր հայտարարությամբ։ Կարմիր գորգի վրա աստղերը, այդ թվում Բիլի Այլիշն ու Հեյլի Բիբերը, իրենց հագուստով բողոքի ձայն բարձրացրին այսի դեմ։ Բիլի Այլիշը հաղթեց տարվա երկ-անվանակարգում, Չափել Ռոանը ճանաչվեց լավագույն նոր արտիստ, իսկ Օլիվիա Դինը հաղթեց լավագույն նոր կատարող անվանակարգում։ K-Pop Demon Hunters խումբը նույնպես պատմական հաղթանակ գրանցեց, դառնալով երեկոյի գլխավոր հայտնություններից մեկը։ Սակայն երեկոյի ամենաազդեցիկ պահը Bad Bunny-ի ելույթն էր։ Նա բեմից հնչեցրեց վերջ տալ այսի գործողություններին կոչը, որն արժանացավ ներկաների բուռն աջակցության։ Մենք այստեղ ենք մեր ձայնը լսելի դարձնել համար, հայտարարեց երգիչը։ Կարմիր գորգը փայլում էր ոչ միայն շքեղ զգեստներով, այլև բողոքի նշաններով։ Սա դարձավ մի երեկո, որտեղ երաժշտությունը միախառնվեց քաղաքացիական ակտիվության հետ, փոխելով մրցանակաբաշխության ավանդական ձևաչափը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Այսը դուրս, Լոս Անջելեսի թեժ գիշերն ու Թրամփի հրահանգը։ Լոս Անջելեսի ուսուցիչները պատրաստվում են մասշտաբային դասադուլի։ 5-ամյա Լիամը եւ նրա հայրը վերադարձել են տուն, Մինեսոտա։ Արդյոք այսը նրան վերջնականապես հանգիստ կթողնի, թե դա ժամանակավոր դադար է։ Ամենագնացը մխրճվել է ցուցարարների մեջ, ինչու է մեքենայի վրա բարձրացված եղել Թրամփի դրոշը։ Թրամփի հերթական անհաջողությունը Թեքսասում, ուր կորավ 17%-ի առավելությունը։ Լարված իրավիճակ Իրանում եւ Իրանի շուրջ, արդյոք անխուսափելի է ռեգիոնալ պատերազմը։ Սուպերֆուդ թե սուպերվարակ, սննդային հավելումները թունավորման պատճառ են դարձել։ Մեծ վթար Կալիֆոռնիայում 59 մեքենայի մասնակցությամբ, ինչն է եղել պատճառը։ Լոս Անջելեսում կողոպտիչները ահաբեկում են բնակիչներին, Universal Studios-ի էքսկուրսիան վերածվել է անսպասելի մերկապարի։ Գայլերի հետ պարողը մեղադրվում է մանկապղծության մեջ։ Հայտնի Փիթս Քաֆին հրաժեշտ է տալիս Կալիֆոռնիայի մի քանի բնակավայրերին։ Saks Global-ը փակում է խանութների մեծ մասը, ինչ անլուծելի խնդրի է բախվում մանրածախ առևտրի հսկան։ Ֆուտբոլային օֆսայդ, ԱՄՆ-ում հյուրանոցային ամրագրումները զանգվածային կերպով չեղարկվում են։ Հարկային սեզոնը շարունակվում է, նորություններ, որոնք կօգնեն գումար խնայել։ Թողարկման երկրորդ հատվածը պակաս հետաքրքիր չի լինելու։ Ինչու է ազգությամբ թուրք դոկտոր Օզը արշավ սկսել ամերիկահայերի, հատկապես Գլենդելի հայերի դեմ։ Նրա գործողությունները թելադրված են Թրամփի, թե այնուամենայնիվ Էրդողանի կողմից։ Մանու Հարությունյանն է ծանոթացել աղմկահարույց զարգացման մանրամասներին, թե ինչ է բացահայտել, կարող եք լսել մեր թողարկման երկրորդ հատվածում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք լայքել եւ մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես շարունակեմ հաղորդումը։ Լոս Անջելեսի կենտրոնում քաղաքապետարանի եւ Գրանդ Պարկի հարևանությամբ հանգստյան օրերին հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել, բողոքելով Թրամփի վարչակազմի ներգաղթային խիստ գործողությունների դեմ։ Ցուցարարները պահանջում են, որ IC, CBP եւ DHS-ի գործակալները անհապաղ լքեն հարավային Կալիֆոռնիան։ Իրավիճակը կտրուկսրվել է հանգստյան օրերին, երբ Լոս Անջելեսի մետրոպոլիտեն կալանավայրի մոտ բախումներ են սկսվել։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության նախարարությանը հրահանգել է ոչ մի պարագայում չմիջամտել դեմոկրատների կողմից ղեկավարվող քաղաքներում բողոքի ակցիաներին, քանի դեռ տեղական իշխանությունները օգնություն չեն խնդրել։ Ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել, փորձելով վերահսկել իրավիճակը փողոցներում, իսկ ավելի ուշ քաղաքի կենտրոնական հատվածում դեռ մնացող ցուցարարներին ստիպել են ցրվել։ Լոս Անջելեսի մանկաբաժների 94%-ը վավերացրել են գործադուլ անելու իրավունքը։ Նրանք պահանջում են նոր պայմանագիր, որը կկարգավորի դասարանների խտությունը, անձնակազմի համալրումն ու աշակերտների սպասարկման որակը։ Այսօրվա արդյունքները հստակ ուղերձ են հղում։ Ուսուցիչները, բուժքույրերը եւ գրադարանավարները պատրաստ են անել անհրաժեշտը մեր դպրոցներն ուժեղացնելու համար, նշել է տեղի արհմիության նախագահը։ Ուսուցիչները հստակեցնում են, որ պատրաստ են պայքարել աշակերտների շահերի ու դպրոցական ծրագրերի պահպանման համար, որոնք կարող են կրճատվել ֆինանսավորման բացակայության պատճառով։
5-ամյա Լիամը եւ նրա հայրը վերադարձել են Մինեսոտա, Թեքսասի ներգաղթի կենտրոնից ազատվելուց հետո։ Հունվարի 20-ին նախակրթարանից տուն վերադառնալիս կալանավորված փոքրիկը դարձել էր Թրամփի վարչակազմի խիստ քաղաքականության խորհրդանիշը։ Նրանք ԱՄՆ են մուտք գործել օրինական CBP հավելվածի միջոցով։ Մայրը կտրականապես հերքել է ազգային անվտանգության դեպարտամենտի պնդումները, թե երեխան լքված էր։ Նա պատմել է, որ գործակալները որդուն օգտագործել են որպես խայծ իրեն տնից դուրս բերելու համար։ Նեբրասկայի ավագ դպրոցի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ամենագնացը վրայերթի է ենթարկել մի աշակերտի։ Միջադեպը գրանցվել է այսի դեմ ուղղված ուսանողական ցույցի ժամանակ։ Հատկանշական է, որ այդ մեքենայի վրա ծածանվում էր նախագահ Թրամփի դրոշը։ Պաշտոնյաները հայտնել են, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն չեն հրապարակել մանրամասներ վնասվածքների աստիճանի վերաբերյալ։ Այս բողոքի ալիքն ուղղված էր ներգաղթի դեմ իրականացվող խիստ միջոցառումների դեմ։ Այժմ իրավապահները փորձում են պարզել կատարվածի բոլոր հանգամանքները եւ հնարավոր պատճառները։ Թեքսասի քաղաքական դաշտում իսկական փոթորիկ է բարձրացել, որը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը։ Դեմոկրատները սենսացիոն հաղթանակ են տարել նահանգային սենատի հատուկ ընտրություններում, գրավելով հանրապետականների հուսալի հենակետը։ Սա այն տարածքն է, որտեղ Թրամփը 2024 թվականին հաղթել էր տպավորիչ 17%-ի տարբերությամբ։ Ըստ դեմոկրատների ներկայացուցիչների, սա վառ ապացույց է, որ Թրամփի վարչակազմի օրոք ընտրողները մոտիվացված են մերժելու հանրապետականներին ու նրանց քաղաքականությունը։ Նմանատիպ զարգացումներ են գրանցվել նաև Վիրջինիայի, Քենթակիի եւ Այովայի նահանգներում։ Թրամփի օրերը լարված են անցնում նաև արտաքին քաղաքականության մեջ։ Նա հանդես է եկել նոր կոշտ հայտարարությամբ, նշելով, որ եթե Իրանը համաձայնության չգա իր միջուկային ծրագրի շուրջ, հարվածն անխուսափելի կլինի։ Նա հավելել է, որ տարածաշրջանում են գտնվում աշխարհի ամենամեծ ու հզոր նավերը, որոնք Իրանից ընդամենը մի քանի օրվա հեռավորության վրա են։ Թրամփի հստակ պահանջն է առանց միջուկային զենքի գործարք, որը պետք է լինի արդարացի բոլոր կողմերի համար։ Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականն էլ զգուշացրել է, որ ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես պատերազմի մեկնարկ։ Իրանական կողմը սպառնում է թիրախավորել Թել Ավիվի սիրտն ու բոլոր նրանց, ովքեր կսատարեն ագրեսորին։ Մինչև Վաշինգտոնը շարունակում է ավիակիրների ու հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը, Իրանում չեն դադարում բողոքի ցույցերը։ Լարվածության օր առիթ կա ԱՄՆ առողջապահության ոլորտում։ Դաշնային պաշտոնյաները հետաքննում են սալմոնելոզի բռնկումը, որը արդեն աղտահարել է 65 բարդու 28 նահանգում, այդ թվում Կալիֆոռնիայում։ Պաշտոնական աղբյուրները հինգշաբթի հայտարարել են, որ հիվանդությունը կապված է Live It Up եւ Why Not Natural ապրանքանիշների հետ։ Այս վտանգավոր հավելումները վաճառվել են ընկերությունների պաշտոնական կայքերում, ինչպես նաև Amazon, eBay եւ Walmart հարթակներում։ Դաշնային մարմինները զգուշացնում են, որ նշված ապրանքները կարող են դեռևս գտնվել սպառողների մոտ։ Պաշտոնյաները շարունակում են ակտիվ հետաքննությունը, պարզելու վարակի բոլոր աղբյուրները եւ կանխելու նոր հիվանդության դեպքերը ամբողջ երկրի տարածքում։ Կալիֆոռնիայի կենտրոնական հովտում թանձր մառախուղը դարձել է 59 մեքենայի մասնակցությամբ զանգվածային վթարի պատճառ։ Հակառակ սարսափելի բախումներին եւ դրանց մասնակից մեքենաների մեծ թվին հիվանդանոց է տեղափոխվել ընդամենը 10 մարդ։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ վտանգավոր պայմանները կպահպանվեն շաբաթվա սկզբին։ Վարորդներին հորդորում են ձեռքով միացնել լապտերները, քանի որ մառախուղը կշարունակվի ամեն առավոտ մինչև շաբաթվա կեսերը։ Լոս Անջելեսի Միդ Ուիլշիրի բնակիչները տագնապի մեջ են։ Հանցախմբերը պարբերաբար թիրախավորում ու թալանում են տները։ Տեսախցիկները ֆիքսել են 3 դիգմակավորված տղամարդկանց, որոնք ներխուժել են բնակարաններից մեկը։ Հանցագործները հեռացել են սպիտակ մեքենայով, տանելով ժամացույցներ, նոթբուքեր եւ կանխիկ գումար։ Սա միակ դեպքը չէ այդ շրջանում, նույն փողոցում մեկ այլ տուն թիրախավորվել էր դեռևս 2025-ի դեկտեմբերի 22-ին։ Կողոպտիչները կոտրել են ապակե դուռը եւ հեռացել հազարավոր դոլարների կանխիկ գումարով ու զարդերով։ Նրանք գողացել են անգամ երեխայի Պոկեմոն քարտերի հավաքածուն։ Տեղի բնակիչները համոզված են, որ գործում է պրոֆեսիոնալների խումբ, որոնք նախապես ուսումնասիրում են տարածքը եւ անջատում լուսավորությունը։ Հանցագործները կրում են գլխարկներ, դիմակներ ու ձեռնոցներ, ինչը թույլ չի տալիս մատնահետքեր գտնել Կալիֆոռնիա նահանգի այս հատվածում։
Լոս Անջելեսի հայտնի Universal Studios վարչանքների այգում տրամվայով էքսկուրսիան վերածվել է իսկական սկանդալի։ Այցելուներից մեկը, որը կարծես թե ինչ-որ նյութի ազդեցության տակ էր, սկսել է խանգարել տուրը։ Նա ընթացքի ժամանակ դուրս է ցատկել մեքենայից, հանել վերնաշապիկը, սկսել է գլորվել գետնին։ Իրավիճակն ավելի է սրվել, երբ տղամարդը վերադարձել է տրամվայի սրահ եւ սկսել ամբողջությամբ մերկանալ ավելի քան 150 զբոսաշրջիկների, այդ թվում կանանց ու երեխաների ներկայությամբ։ Այգու անվտանգության ծառայությունից պահանջվել է շուրջ 15 րոպե դեպքի վայր հասնելու եւ մարդկանց տարհանելու համար։ Ֆինիքսում Waymo ինքնակառավարվող մեքենան որոշել է երթևեկել ռելսերով։ Տեսնելով դիմացից եկող գնացքը, ուղևորը ստիպված է եղել ուղղակի փախչել սրահից։ Դա էլ փրկել է նրա կյանքը։ Ինքնակառավարվող տաքսին հագեցած է 29 տեսախցիկներով, սակայն անգամ գերժամանակակից ալգորիթմները երբեմն մոլորվում են քաղաքում։ Այս մեքենաների մասնակցությամբ միջադեպեր են գրանցվել նաև Կալիֆոռնիա եւ Թեքսաս նահանգներում, առաջացնելով նորանոր անվտանգային մտահոգություններ։ Հանրահայտ Peet's Coffee ընկերությունը հաստատել է իր մի քանի մասնաճյուղերի փակման մասին լուրը։ Լոս Անջելեսի Redondo Beach եւ Manhattan Beach շրջանների սրճարանները փակվել են հունվարի 30-ին։ Ոչ պաշտոնական տվյալներով խոսքը 27 մասնաճյուղի մասին է։ Արդյունքում շուրջ 400 աշխատակից կարող է հայտնվել անորոշության մեջ։ Peet's Coffee-ն ամերիկյան սուրճի մշակույթի անկյունաքարերից է, որի հիմնադիրը ժամանակին ոգեշնչել է նույնիսկ հանրահայտ Starbucks-ը ստեղծողներին։ Ցանցի պատմությունը սերտորեն կապված է Բերքլիի հետ, որտեղ հոլանդացի ներգաղթյալը բացեց իր առաջին խանութը։ Տարիներ անց ցանցն ընդլայնվեց մինչև 283 կետ, բայց այժմ ստիպված է կրճատումներ անել։ Շքեղ բրենդների սիրահարները ստիպված կլինեն հրաժեշտ տալ մատչելի գներով գնումներին, Saks Global-ը հայտարարել է իր խանութների ճնշող մեծամասնության փակման մասին։ Ընկերությունը սնանկացել է, ճգնաժամի հիմնական պատճառը 2.5 միլիարդ դոլարի հասնող հսկայական պարտքն է, որն առաջացել է դեռևս 2024 թվականին։ Փետրվարի 2-ից իրենց դռները վերջնականապես փակում են Saks Global-ի 23 խանութները, իսկ մնացած 34 մասնաճյուղերում շաբաթ օրվանից կսկսվեն վերջնական վաճառքները։ Առայժմ կշարունակեն գործել Նյու Յորքում, Ֆլորիդայում, Նյու Ջերսիում, Ջորջիայում, Կալիֆոռնիայում եւ Թեքսասում գտնվող 12 կետերը։ Միացյալ Նահանգներում ֆուտբոլային մեծ տոնի սպասումները վերածվում են տնտեսական անհանգստության։ FIFA-ի 2026 թվականի առաջնությանն ընդառաջ արդեն չեղարկվել է ավելի քան 38,000 հյուրանոցային ամրագրում։ Թեև մրցաշարի մեկնարկին դեռ ամիսներ կան, զբոսաշրջային շուկայում արդեն նկատվում է լուրջ անկայունություն, ինչը զարմացրել է շատերին։ Ոլորտի վերլուծաբանները ենթադրում են, որ երկրպագուների համար մեծ խնդիր են դարձել կացության աստղաբաշխական գները եւ ճանապարհորդական բարձր ծախսերը։ Բացի այդ, այցելուներին հետ են պահում վիզաների սահմանափակումներն ու լոգիստիկ անորոշությունը։ Զեկույցներում շեշտվում են նաեւ քաղաքական ու ներգաղթի հետ կապված մտահոգությունները։ 2026 թվականի առաջնությունը, որը համատեղ հյուրընկալելու է ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեքսիկան, պետք է դառնա պատմության մեջ ամենամեծը։ Սակայն սպասումները կարող են չարդարանալ, թեև պաշտոնական կառույցները դեռ չեն հաստատել թվերը, իրավիճակը մնում է լարված հյուրընկալող խոշոր կենտրոններում, այդ թվում Լոս Անջելեսի տարբեր շրջաններում։ Հարկային սեզոնը շարունակվում է, ինչ նորություններ կան, որոնք հարկատուները պետք է իմանան նախքան 2026-ին հարկային հայտարարագիրը լրացնելը։ Գլխավորը Direct File-ն է, անվճար համակարգի զգալի ընդլայնումն է 24 նահանգներում, ներառյալ Կալիֆոռնիան եւ Թեքսասը։ Սա թույլ է տալիս հայտարարագրերը ներկայացնել անմիջապես կառավարությանը, շրջանցելով թանկարժեք մասնավոր ընկերություններին։ Մասնագետները հորդորում են ընտրել ուղղակի ավանդի մեթոդը վերադարձվող գումարներն ավելի արագ ստանալու համար։ Մենք խրախուսում ենք հարկ վճարողներին հայտարարագրերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, շեշտել է ծառայության ներկայացուցիչը։ Նա կոչ է արել խուսափել անուշադրության սխալներից, քանի որ դրանք եւս կարող են հետաձգել գումարների վերադարձը։ Այս տարի լայն կիրառվում է արհեստական բանականությունը հաճախորդների սպասարկման որակն ու արագությունը բարձրացնելու նպատակով։ Նոր տեխնոլոգիաները կօգնեն արագացնել հարցումների մշակումը եւ կրճատել հեռախոսային սպասման ժամանակը։ Հարկային սեզոնը կտևի մինչև ապրիլի 15-ը։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։
70-ականների հեռուստադիտողների սիրելի Դեմոնտ Ուիլսոնը մահացել է 79 տարեկանում։ Նա հայտնի էր դարձել Սենֆորդը եւ որդին հիթային սիթքոմում Լամոնտի դերով։ Հռչակավոր դերասանը 1980-ականներին հեռացել էր աշխարհի կյանքից ու դարձել հոգեվորական։ Նա խոստովանում էր, որ դերասանական կյանքը իր համար չէր, քանի որ այն հուզականորեն հյուծող էր։ Լոս Անջելեսում նա իրեն նվիրեց հավատքին ու ծառայությանը, թողնելով սիրելի կնոջը Սիսելիին 6 երեխա եւ 2 թոռ։ Վաշինգտոնի գլխավոր բեմը 2 տարով փակ կլինի։ Թրամփը հայտարարել է, որ Քենեդու անվան կենտրոնը հուլիսի 4-ից 2 տարով կփակվի հիմնանորոգման նպատակով։ Նախագահի նշանակած խորհուրդը արդեն իսկ անվանափոխել է կենտրոնը Թրամփի անունը, ավելացնելով Քենեդու անունից առաջ։ Այս որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել արվեստագետների շրջանում, ոմանք անգամ չեղարկել են այդ կենտրոնում նախատեսված իրենց միջոցառումները։ Բայց Թրամփը չի նահանջում։ Վստահեցնում է, որ վերանորոգումից հետո կլինի մեծ վերաբացում։ Լաս Վեգասի դատարանը մեղավոր է ճանաչել գայլերի հետ պարող ֆիլմի դերասան Նեյթան Չեյսինգ Հորսին սեռական բռնության համար։ Նա մեղավոր է ճանաչվել 13 մեղադրանքով, որոնք վերաբերում են անչափահասների նկատմամբ ոտնձգություններին։ Ըստ Associated Press գործակալության դերասանին սպառնում է առնվազն 25 տարվա բանտարկություն։ Տուժածները հույս ունեն վերջապես խաղաղություն գտնել երկարատև տառապանքներից հետո։ Թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Այսօրվա թեման հաստատ չարժե բաց թողնել։ Ի վերջո դոկտոր Օզի թիրախը կարող է դառնալ հատկապես Գլենդելում ապրող հայերից յուրաքանչյուրը։ Հրաժեշտից առաջ մնում է միայն հիշեցնեմ, ձեր ցանկացած լայքն ու մեկնաբանությունը մեզ օգնում են հաջորդ հանդիպումը ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնել։ Իսկ եթե բաժանորդագրվեք հետաքրքիր նորությունների մասին, առաջիններից մեկը կտեղեկանաք։ Մինչ հանդիպում։ Բարև ձեզ։ Ազգությամբ թուրք ամերիկաբնակ Մեհմեդ Օզը բացահայտ ռասիստական պայքար է սկսել ամերիկաբնակ հայերի դեմ։ Օզի ազգությունը որպես կարևոր հանգամանք չէի շեշտի, եթե նա իր այդ արշավը հենց ազգային հողի վրա չաներ, գրեթե անթաքույց թշնամանք սերմանելով ու թիրախավորելով ամերիկաբնակ հայերին, դեռ ավելին հենց Գլենդելի հայերին։ Թրամփի կողմից բժշկական ապահովագրությունների ծառայությունների ադմինիստրատոր նշանակված Մեհմեդ Օզը վերջերս տարածել է մի տեսանյութ, որտեղ խոսում է ապահովագրական ոլորտում տեղի ունեցող միլիարդավոր դոլարների խարդախությունների մասին։ Նա միակողմանի մեղադրում է հայերին, մի փոքր էլ ռուսներին։ Մտահոգիչ է հատկապես փաստը, որ հարձակումներն ուղղված են հենց Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի հայ համայնքի դեմ։ Օզը թիրախավորում է տեղի հայերին, փորձելով ստեղծել կեղծ հանցավոր կերպար մի ողջ էթնիկ խմբի համար։ Նրա ռասիստական հայտարարությունները խորը վիրավորանք են հասցրել Կալիֆոռնիա նահանգի բազմահազար հայությանը։ Օզը պնդում է, թե Ամերիկայի հայերն իրենց հարստությունը ձեռք են բերել բացառապես բժշկական զեղծարարությունների միջոցով, հիմնական շեշտը Կալիֆոռնիայի վրա դնելով։ Նա նշում է, թե Թեքսաս եւ Քոլորադո նահանգներում նույնպես նկատվում են նմանատիպ միտումներ։ Այս տեսանյութերը լայն տարածում են գտել սոցիալական հարթակներում, առաջացնելով զայրույթ եւ բողոք։ Օզը որպես թուրք ամերիկացի նախկինում հրաժարվել է ճանաչել հայոց ցեղասպանությունը, լինելով ԱՄՆ քաղաքացի ծառայել է Թուրքիայի բանակում։ Նրա կենսագրության հետաքրքիր էջերից է մտերմությունը Թուրքիայի այսօրվա ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։ Այնպես որ իրականությունից շատ չի հեռու ենթադրությունը, որ Օզի այս գործողությունները կարող են թելադրված լինել հենց Թուրքիայից։ Օզը իր տեսանյութում Լոս Անջելեսի Վեննայից թաղամասում ցույց է տալիս հայերեն ցուցանակներով շենքեր, դրանք անվանելով խարդախության ճակատներ։ Նա պնդում է, որ ռուս-հայկական մաֆիան կազմակերպել է 3.5 միլիարդ դոլարի խարդախություն հիվանդանոցային խնամքի ոլորտում։ Զավեշտալին այն է, որ առողջապահության ոլորտում հայերի խարդախությունների մասին Օզը պատմում է մի շինության դիմաց, որի վրա կախված է թարմ լավաշ գրությամբ ցուցանակ։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հանդես է եկել Օզին դատապարտող հայտարարությամբ։ Նա հանձնարարել է իրավապահ մարմիններին մանրամասն ուսումնասիրել վերջինիս գործողությունները եւ հնարավորության դեպքում պաշտոնական գործ հարուցել։ Նահանգապետը շեշտել է, որ Կալիֆոռնիայում ատելության խոսքն անընդունելի է։ Բողոքի ալիքը տարածվել է նաև Քարոլինա եւ Փենսիլվանիա նահանգների հայկական ազդեցիկ կազմակերպությունների շրջանում։ Նրանք պահանջում են, որ Օզը անհապաղ զրկվի պետական բարձր պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Լոս Անջելեսի հայաշատ բնակավայրերում բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել։
Իդեպ, տեսակետ կա, որ Օզն այս կերպ փորձում է հայերից վրեժ լուծել նախորդ տարիներին կայացած ընտրություններում իրեն չսատարելու համար։ Ամեն դեպքում ամփոփելով նշեմ, որ այդ սկանդալը կարող է ոճրորոշ լինել պետական համակարգում հենց Օզի քաղաքական ապագայի համար, այնպես որ այս թեման մենք կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել։ Իսկ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Մինչ հանդիպում։